Նեղոսի արևմտյան ափին գտնվող մեծ սֆինքսը երկրի վրա պահպանված ամենահին հուշարձանային քանդակն է Գիզայում։ Այն քանդակված է միակտոր կրաքարային ժայռից, հսկայական սֆինքսի տեսքով։ Ավազի վրա պառկած առյուծ, որի դեմքը ինչպես վաղուց է ընդունված համարել, դիմանկարային նմանություն ունի փարավոն Խաֆրայի հետ։ Մոտավորապես մեր թվարկությունից առաջ 2575-ից 2465 թվականներին, ում դամբարանային բուրգը գտնվում է մոտակայքում։ Արձանի երկարությունը 72 մետր է, բարձրությունը 20 մետր։ Դիմացի թաթերի միջև ժամանակին գտնվում էր փոքրիկ սրբավայր։ Սֆինքսի կառուցման հանգամանքներն ու ճշգրիտ ժամանակը դեռևս առեղծված են։ Ժամանակակից գրականության մեջ հնագույն հեղինակների այն դատողությունը, որ նրա կառուցողը եղել է Քեֆրենը, նույն ինքը Խաֆրան, հաստատվում է միայն նրանով, որ արձանին կից տաճարի կառուցման ժամանակ օգտագործվել են նույն չափի քարե բլոկներ, ինչ հարակից բուրգի կառուցման ժամանակ։ Բացի այդ, Սֆինքսի մոտակայքում հնագետները ավազի մեջ հայտնաբերել են Խաֆրայի դիորիտային պատկերը։ Ռուբիկի խորանարդը հայտնի է ամբողջ աշխարհում։ Մարդկանց հսկայական թիվ փորձ